Բարև բոլորին, այսօր մենք նկարում ենք ամենահետաքրքիր էլեկտրական ավտոմեքենան, որը որ կա աշխարհում իմ պատկերացմամբ, այդ Porsche Taycanն է։ Porsche-ի պատմությունը սկսել է 2019 թվականից, ինքը ավտոմեքենա էլեկտրական արտադրում է 2019 թվականից ու ամենահետաքրքիրն այն է, որ Porsche Taycan-ը իր միակ էլեկտրական ավտոմեքենան է։ Porsche-ը արտադրել է էլեկտրական ավտոմեքենա, որովհետև բոլոր ավտոարտադրողները ըստ օրենքի պիտի ունենան մի էլեկտրական ավտոմեքենա գոնե սերիական արտադրության մեջ։ Ես առաջի անգամ, որ այս ավտոն տեսա, մտածում էի, всё, էլ չեմ ուզում, ես իրականում Porsche-ի մեծ ֆանատ եմ։ BMW-ից բացի, եթե մի հատ ավտո կա, որ կարելի է քշել, այդ Porsche-ն է, բայց մտածում էի, այս ավտոն շատ վատն է ու ես չեմ ուզի Porsche ունենամ, որովհետև էլեկտրական է ու իմ համար Porsche-ը այդ իր շարժիչներն են, այդ իր դինամիկան է ու ստեղ ամեն ինչ կորցրել է Porsche-ը, բայց ստեղ այդքան էլ տենց չի։ Այս են միակ ավտոմեքենան է էլեկտրական ավտոմեքենաների շարքից, որ ունի փոխանցման տուփը 2 աստիճան, այսինքն առաջի ու երկրորդ սկորուստ, այդ ամենամեծ առավելությունն է այս ավտոյի։ Բացի այդ ամենակարևոր նյուանսներից մեկն է, որ ինքը հավաքած է բավականին թանկարժեք ու լավ դետալներից, մատերիալներից, թե սրահը, թե ընթացային մասը, ամեն ինչը շատ լավն է։ Ինքը ունի բնականաբար իր առավելություններն ու թերությունները, այդ դրա մասին արդեն խոսենք մի փոքր ավելի ուշ։ Հիմա ուզում եմ արտաքին տեսքից խոսամ, որը որ հրաշք է ուղղակի։ Ես սենց սիրուն էլեկտրական ավտոմեքենա պրոստը չեմ տեսել։ Չկա սրանից ավելի լավը, չկա սրանից ավելի սիրունը ու էսթետիկը։ Porsche էլի իր ոճի մեջ է մնացել։ Ունի 402 ձիահու շզորություն, այս ամենաթույլ տարբերակն է իր, մինչև 760 ձիահու շզորություն ունեցող մոդելներ է արտադրվում, արդեն տարբեր կոմպլեկտացիաների ու ըստ այդ կոմպլեկտացիաների կան լիքը տարբերություններ։ Օրինակ, մեկը այն, որ ստեղ մեր մոտ այս լիցքավորման կայանը, իր լիցքավորման կետը բացվում է հենց հպվելով, բայց կա մի հատ ուրիշ մոդել, որտեղ որ այս լիցքավորման կետը բացվում է, ստեղ սիրուն մի հատ զնաչոկի պես բան կա, այդտեղ սենսորնի կնոպկա է, սխմում ես ու մտնում է ներս ինքը։ Մեր մոտ հասարակ տարբերակն է։ Պլյուս ստեղ դիմացից ոնց որ սովոր էինք մենք տեսնեինք, շարժիչ չկա, բնականաբար բեռնախցիկ է ու բեռնախցիկը բացվում է սենց։ Բեռնախցիկը բացվում է սիրուն հպումով, սիրուն ձեռը քաշում եք, ինքը սենսորային է, բացվում է։ Բավականին տարողունակ բեռնախցիկ է, բայց որ ասեմ, տենց շատ մեծ է, չէ։ Ամենակայֆ բաներից մեկը, որի մասին որ կուզեի խոսայի, այդ այնա, որ Porsche-ը այստեղից է դրել իր պզիկների հեղուկը, ապակեողիչների հեղուկը, ստեղից եք լսնում, ոչ թե այնտեղից ու սաղ ավտոն չեք կեղտոտի, երբ որ դուք ուզենաք հեղուկ ավելացնեք ձեր ավտոմեքենայի մեջ։ Դե իր ֆարերի ու դիզայնի մասին խոսալն անիմաստ է ու ավելորդ է, որտեվ հրաշք է, շատ սիրուն է, շատ էսթետիկ է, նորից ասեմ։ Ու ասենք առաջ։ Այս կողմից որ նայենք, մեքենան ունի ստեղից էլ լիցքավորման կետ, համ ձախ համ աջ կողմից։ Ինչի համար է դա արված։ Ձախ կողմից լիցքավորվում է դանդաղ լիցքավորմամբ, աջ կողմից լիցքավորվում է արագ լիցքավորմամբ։ Բայց դրա մասին պետք է խոսալ առանձին մի հատ sense թեմա է, որ Հայաստանում եթե կա Տեսլաների համար նախատեսված արագ լիցքավորման լիքը կայաններ, ապա Porsche-ի համար ոչ մի հատ կայան չկա, որ դու կարաս գնաս արագ 20 րոպեում կես ժամում լիցքավորես քո ավտոմեքենան ու շարունակես քո ճանապարհը։ Տեսլաները կարում են, չգիտեմ, կես ժամում կամ BYD-ները կես ժամում լիցքավորում են մինչև 80%։ Այս մեքենաների համար Porsche Taycan-ը CCS2 ստանդարտով է լիցքավորվում,
ու ինքը ունակ է ընդունելու ժամում 270 կիլովատ հոսանք, բայց քանի որ Հայաստանում չկա դեռ տենց հզորությամբ 270 կիլովատ ժամ հզորությամբ լիցքավորվող կայաններ, այս մեքենան լիցքավորելը արագ անհնար է կարելի ասել։ Մեքենան ունակ է 20 րոպեում լիցքավորել մինչև 80%, բայց դա միայն Եվրոպայում։ Հայաստանում ունենք երկու տարբերակ մեքենան լիցքավորելու համար։ Սովորական 220 վոլտ հոսանքից երբ որ միացնենք այս մեքենան լիցքավորման, մեքենան կլիցքավորվի 2 օրում, այսինքն ինքը մի ժամում հավաքում է 10-ից 15 կիլոմետր ընթացքի էներգիա։ Բայց երկրորդ տարբերակը ունենք, որը ամենաօպտիմալն է, դուք քաշում եք եռաֆազ հոսանք ու մեքենան գիշերվա ընթացքում, այսինքն մոտ 10 ժամվա ընթացքում ամբողջությամբ լիցքավորվում է։ Այդ միակ տարբերակն է ու այս մեքենան հենց լիցքավորվում է այդ տարբերակով։ Այստեղ շատ սիրուն է ստացվել, նույնիսկ այս դռան ռուչկեքը մի քիչ շատ նման է մեքենայի հետևի հատվածը, ինչին է նման, կարաս ասես Տիկո։ Չէ։ Հեսա կասեմ։ Հələ արի այստեղից նայ ախպերս, ինչի է նման այս ավտոյի, այս հետևի հատվածը։ Մի խոսքով այս ավտոյի հետևը ինձ հիշեցնում է Լիսյանի դեմ։ Լրիվ ոնց որ Լիսյանի դիմացի հատվածը լինի, հատ այսպես նայեք այս Պալոսկեն լույսը ոնց որ լինի այն Լիսյանի, որ դեմից կա։ Ինչ ունենք հետևը։ Հետևը ունենք մի հատ sense փոքր կոճակ, այս կոճակի միջոցով բացում ենք բեռնախցիկը։ Բեռնախցիկը իր դասի մեքենայի համար բավականին տարողունակ է։ Բայց բեռնախցիկի մեջ չունենք ոչ մի գործիք, ոչ մի բան, բացի նա ցենց դատարկ դարակը, հա։ Ուրիշ ոչ մի բան չկա։ Ու փոքր դարակը։ Այստեղ արդեն ձեր գնումները կամ չգիտեմ, ինչ որ փոքր բեռները կարաք տեղավորեք։ Այսքան է այստեղից, ինձ թվում է տեղափոխվենք մեքենայի սրա, արդեն հասկանանք ինչ կա մեքենայի սրամ, ու ես ուզում եմ մեքենայի սրա տեղափոխվենք հետևից սկսենք այս մեքենան նկարելը։ Քանի որ այս մեքենան սպորտային կուպե է կարելի ասել, ինքը 4 տեղանոց է։ 4 անց կարա տեղափոխի, վարորդն էլ հետը 4 հոգի կարա տեղափոխվի այս մեքենայով, բայց ուզում եմ մի քիչ հետևից խոսամ, ես եմ նստած դիմացը ու կառավարածան հենց նստատեղը, որ ինձ հարմար լինի, ես բոյով եմ։ Հետևը ես նույնպես նորմալ տեղավորվում եմ, վերևը լիքը տեղ կա, լիքը աբզորներ եմ նայել, որ ասում են հետևը փոքր է, այս կողմ, այն կողմ, բայց հետևը իդեալական նստել լինում է, ստեղ ունենք թույն падլակոտնիկ, որ հարմար երկար ճանապարհ կարակ գնանք միաժամանակ։ Տեղափոխվեցինք մեքենայի վարորդի նստատեղ ու ամենաառաջին տհաճ բանը, որ աչքին կա, այստեղի այս գեշ կարն է, որ մենակ ստեղ չի, մի հատ ստեղ է, մի հատ էլ այս ձախ հատվածում է, չեմ հասկանում քիչ էր կարելի մի հատ ընդհանուր սլիտի կտորից սարքել, որ մի կտորից պատրաստած լիներ, սենց գեշ կար չլիներ ստեղ, ունես չի այս կարը տենց ուղիղ է շատ, սենց ինչ-որ անհասկանալի ծռությամբ է գնում այդ կարը, որը որ չի սազում այս ավտոմեքենային, իսկ մնացած ամեն ինչը իդեալական է, ոչ մի թերի, ոչ մի վատ բան չկա, այս ավտոն չունի հետևի աբզոր, միակ վատ կողմը է այս ավտոյի, որովհետև այսքան է պարբիսը հետևի, դրթից որ նայում եք, թվում է թե մեծ պարբիս է, բայց այսքան է իրականում, դե այստեղ բնականաբար ունենք մի հատ փոքր դարակ, որտեղ որ կարաք դուք ձեր վեշերը պահեք ու մի հատ կայֆ բան կա, այս հատվածը, չգիտեմ ով գիտի ով չէ, դաժե կարա Porsche քշողը, Taycan քշողը չիմանա, այստեղ բեսպրավոդնոյ զարյատկա է, այսինքն հեռախոսդ գցում ես այստեղ դեմքով դեպի այս կողմ ու հեռախոսդ լիցքավորում է անլար։ Ու այստեղ նշած է, որ ինքը բեսպրավոդնոյ զարյատկա ունի ու ոնց դնես որ լիցքավորվի, ամենայն դեպս կարա լիքը մարդ չիմանա։ Ունենք 3 էկրան, մի հատը մեր դիմաց, մի հատը մի քիչ աջ, մի հատը ձեռքի տակ ու ամենակայֆ բանը այն է, որ այս էկրանը պրոստը սենց մատով կպնելով չի աշխատում։ Այսինքն ինչ պիտի անենք, որ աշխատի, մի քիչ ուժ գործադրենք, դու սենց ձեռդ պրոստը դրած գնալուց լինես, ինքը քեզ չի խանգարելու, չես կարա ոչ մի բան խախտես, ինչ որ բանի կպնես միամիտ, իդեալական սարքած է ու այդ պահը ուզում եմ ֆիքսենք, որ էլի մտածված է։
Bose audio համակարգ, մի խոսքով այնքան բան ունի այս ավտոն իր վրա, որ տենց չես կարա ամեն ինչի մասին խոսաս, որտեվ դրա համար մի 2 ժամ պետքա, որ վիդեո նկարես, որ ամեն ինչը խոսաս, տենց նստատեղերի ռեժիմների, հիշողության ռեժիմներ, հայլինել էլեկտրակառավարման, պես կոմ, տենց մանրուքներից չենք խոսալու։ Այս ավտոն ունի մի հատ առավելություն նույնպես մնացած բոլոր էլեկտրական ավտոմեքենաներից։ Ինքը ունի պնևմոպադվեսկա, այսինքն երբ քեզ պետքա ինքը բարձրանում է, երբ քեզ պետքա իջնում է։ Ու տարբեր քշելու վարման ռեժիմներ ունի։ Վարելու ռեժիմները մենք կարանք ընտրենք ու փոխենք այս տեղից, այս մենյուից։ Կոնկրետ մեր տարբերակը ունի 3 ռեժիմ, ունի range mode, normal ու sport։ Range-ը իր ամենաէկոնոմ ռեժիմն է, որը միացնելուց հետո մեքենան կգնա ինչքան հնարավոր է երկար։ Այսինքն դուք կարող եք մեքենա շահագործել ինչքան հնարավոր է երկար։ Նորմալը իր նորմալ ռեժիմն է, որ մի քիչ ավելի հզոր է մեքենան, քան range-ի ժամանակ։ Սպորտը դե բնականաբար սպորտային ռեժիմն է։ Ու նույնպես ունենք կառավարում այստեղ ամորտիզատորների նորմալ, սպորտ ու սպորտ պլյուս։ Այդ 3 ռեժիմն ունենք։ Այս բանին մեր մոտ տեղադրված է սպորտ պլյուս ռեժիմը ու ունենք բացի ամորտիզատորները, ոնց որ ասեցի, կառավարում արդեն բարձրության մեքենայի, հիմա դրած է մեր մոտ ամենացածր ռեժիմը, որովհետև այս ռեժիմի տակ մեքենան կառավարվում է ուղղակի հրաշալի։ Պլյուս ունենք ռեկուպերացիա ռեժիմ, որը որ անջատված է մեր պարագայում, որ գազը թողում ես, ինքը մեքենան չի դանդաղացնում ու ակումուլյատորները չի լիցքավորում։ Այս ռեժիմով քշելը շատ հաճելի է, բայց էներգիա խնայող չի։ Կարելի է գնալ ուղղակի մի հատ պտտվել, հասկանալ ինքը ոնց է պահում իրան մայրուղու վրա։ Մի հատ գնանք խռանք հետ գնանք։ Գնանք մեքենան փորձարկենք մի քիչ ընթացքում հասկանանք ոնց է իրան պահում առհասարակ մեր ճանապարհներին։ Իրականում ինքը քանի որ ցածր սեդան է, մեքենան ոնց որ շատ բարդ է այս փոսերի ու ամեն ինչի մեջով վարելը, բայց պալյուբոմու ինձ թվում է հետաքրքիր է լինելու։ Հիմա լրիվ իջացրած վիճակում է ավտոմեքենան, որ նայեք, այստեղ ամենացածր պասատկեն է տեղադրված, հենա, sense ցույց է տալիս իրուն։ Ու չենք ուզում բարձրացնենք, որ ունենանք մաքսիմալ կառավարելիություն, հա, մեքենայի։ Քանի որ 2 կորուստ փոխանցման տուփ ունեցող տարբերակն է, այս ավտոմեքենան 0-ից 100 ոնց արագանում է, տենց շարունակում է արագանալ 100-ից 200։ Ամենահզոր տարբերակը Porsche Taycan-ի արագանում է 0-ից 100 2.8 վայրկյանում, այդ 760 զիավուժանոց տարբերակի մասին է խոսքը գնում։ Այդ ինչ դեմ է գալի։ Ֆերոստա։ Հարց չկա։ Հեսա դուրս գանք մայրուղի, հասկանանք вообще ինքը Porsche-ի զգացողություն տալիս է մեզ, թե չէ, որովհետև ես լսել եմ, որ չգիտեմ, ես ձեներ է գալի, բայց ես լսել եմ, որ ինքը շատ լավ, ինքը լավ է, կառավարվում արդեն երևում է առհասարակ մայրուղու վրա, вообще ճանապարհը շատ լավ է զգում, ու սենց առաջի տպավորությունները այս ավտոմեքենայի են, որ ավտոմեքենան ոնց որ սենց ակերով ճանկերի պես բռնած լինի ասֆալտը ու գնա առաջ։ Շատ լսող է ղեկը, արձագանքը ղեկի շատ լավն է։ Միանգամից զգում է ու անում այն ինչ ուզում ես, այսինքն չգիտեմ, կերևա այս ամեն ինչը կադրերում թե չէ, վիդեոյով ոնց կերևա, ինքը ասֆալտը զգում է ու եթե դու մի քիչ ավտոսիրահար ես ու վարում ես ավտոմեքենան ակտիվ, հաստատ այս լրիվ քո համար է։ Մի քիչ չոր է ավտոն, բնականաբար 21 դյույմանոց
անվահեծերով 4 պետք է լինի, բա ինչ պետք է լինի։ Զիջում են մեզ, հարգում են, շնորհակալ ենք։ Չէ, շատ հրաշք ավտո է, իր կառավարելիությունը ու ամեն ինչը, որ տպավորում է շատ լավ ձևով։ Էլեկտրական ոչ մի ավտո sense կառավարելիություն չունի։ Ես BMW-ել եմ քշել էլեկտրական, Mercedes-ել եմ քշել։ Միակ մեքենան, որի հետ իրան կարանք համեմատենք, այդ Audi e-tron-ն է։ Ինքը լրիվ նույն բազայի վրա է կառուցված, լրիվ նույն շարժիչը, փոխանցման տուփը, բայց քշելուց ոնց որ չես ասում, որ Porsche ես քշում, էլի, ասում են ինչ ես քշում, ասում ես Audi։ Մի քիչ ինձ թվում է թույլ է ավելի, թե բրենդի ճանաչելիությունը Porsche-ի համեմատ, թե հայտնիությունը ու թե վարկանիշը, բացի այդ տեսքը լրիվ ուրիշ է ու Porsche ավելի թանկ է տայկանը, քան Audi e-tron-ը, բայց միանշանակ ինձ թվում է արժի այդ փոքր մի 20%-ի տարբերություն է գնային, միանշանակ արժի վճարել 20% ավելը, որ քշես Porsche Taycan, քան Audi e-tron։ Ես միանշանակ Porsche Taycan-ի կողմնակիցն եմ։ Ամենավատ կողմը էլեկտրական ավտոյի։ Հիմա մենք ունենք ընդամենը 69 կիլոմետր երթևեկելու հնարավորություն։ Ու վсё, այսինքն չես կարա գնաս օրինակի համար մի հատ Էրեբունի հետ գաս, որտեվ մտածում ես կարող է զայատկետ բրծնի։ Իսկ լիցքավորման համար պետք է մի քանի ժամ սպասես, որ լիցքավորվի ավտոմեքենան, որ նոր տենց ելնես քո գործերով գնաս։ Այդ միակ մինուսն է այս ավտոյի, որ ես կարամ ասեմ, ամենամեծ մինուսներից միակն է։ Ամենակարևոր մինուսն է, լավ, միակ մինուսը չի, լիքը մինուսներ ունի։ Բնականաբար պատվեսկեն չորա ու ինչ որ փափուկ հարմար կոմֆորտ տեղ հասնելու մասին խոսք գնալ չի կարող։ Եկեք փոխեմ սպորտ ռեժիմ մի հատ, ինձ հետաքրքիր է ոնց կգնա մեքենան սպորտ ռեժիմում, հա։ Հետաքրքիր արագացում է մոտը։ Չէ, բայց այս սկիզբը ասա, որ հետաքրքիր է։ Այս ոչ թե կայնաստերից, այլ ընթացքի ժամանակ, որ գազ ես տալի, մի հատ նյուտոն մետր այդ լրիվ, որ ստանում է ավտոմեքենան, դա լրիվ ուրիշ է։ Օրինակը կարելի է բերել այսպես, հիմա թողել եմ գլորվում ավտոն ու լրիվ գազ եմ տալի, այն որ ուրիշ ձև արագանում է ավտոմեքենան, բայց այդ մի պահն է, դրանից հետո այսպես լրիվ թողում է մոտդ, որովհետև այս մեր տարբերակը 400 դիաուժանոց տարբերակն է։ Հիմա հանում ենք նորմալ ռեժիմ ու գնում ենք նորմալ ռեժիմով։ Ինձ դուր եկավ իր ընթացային մասը, որովհետև ես սիրում եմ 4 ավտոմեքենաներ ու այդ 4 ավտոմեքենաներից հաճույք եմ ստանում։ Ինձ ոչ թե դուր է գալի չորություն, այլ այդ չորության հաշվին ավտոմեքենան քանի որ ավելի կառավարելի է լինում, ինձ այդ փաստն է դուր գալիս, հա, մեքենան ասֆալտը բռնած, ինչ ասես անում է, այսինքն որ կողմ թեքեցիր, ինքը վարկանական թեքվում է, բայց ահա որ չոր է։ Եկեք հիմա մի հատ փոխենք Sport Plus-ը նորմալի վրա։ Ինձ հետաքրքիր է ոնց կփոխվի, drive mode-ը նորմալ է, բարձրությունը բնականաբար արդեն փոխվեց։ Փափկեց, օրո չէ, ախպեր։ Խոսքերս հետ եմ վերցնում, որ ամեն օր չեք կարա այս ավտոն քշեք։ Մոտավորապես մի 3-4 անգամ փափկեց ավտոն ու քշվում է սովորական ստանդարտ ինչ-որ ավտոյի պես։ Շատ փափուկ է, սենց դառավ կիսալոդկա ավտո, ասենք չեմ սիրի սենց եթե լինի այս ավտոն, լուրջ եմ ասում։ Ավտոն вообще պետքա չորը լինի ու ցածր, այս ավտոյի մասն է խոսքը։ Հիմա մենք դրեցինք իր ամորտիզատորները նորմալ ռեժիմ, ոչ սպորտ պլյուս, ստանդարտ ռեժիմում դրեցինք ու ինքը ավտոմատ ավտոմեքենան մի քիչ բարձրացրեց։ Ավտոմեքենան բարձրացնելուց հետո ասենց մի քիչ լոդկա վիճակ դառավ, բայց շոտիկի հետևից էլի ձեն ունի։ Այս ավտոմեքենան քշած է ընդամենը 29000 կիլոմետր ու այդ ոչ մի բան է, լրիվ թազա ավտո է։ Ավտոն Ամերիկայից եկել է չխփած վիճակում, ինչը շատ կարևոր է։ Դրա համար էլ սենց լավ վիճակում է գտնվում, որովհետև իրան հավաքելը խփած վիճակից շատ ավելի բարդ կլինի, ինքը Porsche, չգիտեմ ինչ-որ ստանդարտ ավտո չի, որ շատ հեշտ ամեն ինչ հավաքես, վերջացնես էլի։
Obzor-ը լավն է շատ ավտոյի իրականում աչից ձախից դիմացից ամեն ինչ տենում ես ու ոչ մի խանգարող մեծ ստոյկա կամ ինչ-որ բան չկա, լրիվ սպորտային կուպե է, իդեալական ավտո է։ Միակ թերությունը, որ այս պահին ես զգում եմ իրանից, որ ինքը ունի, դա նա, որ ես հիմա չեմ կարող երկար ճանապարհ ինչ-որ գնամ, որովհետև ունեմ քիչ range, քիչ զարատկա ունեմ, մեծ խնդիր է։ Լավ կլիներ իրա վրա տեղադրված լիներ դիմացի բեռնախցիկի փոխարեն մի հատ գեներատոր շարժիչ, ոնց որ վոլտերի վրա է, ոնց որ լիսյանների վրա է, ու այդ գեներատոր շարժիչի հաշվին ես կարողանայի գնալ Սամարա կամ չգիտեմ Սինգապուր այս ավտոյով, առանց կանգնելու, առանց լիցքավորելու։ Հա, մի հատ վատ բան կա, այս մոնիտորը, որ ձեռքի տակ է, դե բնականաբար ամենաշատ օգտագործվող մոնիտորն է, ու ինքը մատնահետ կա վերցնում ահավոր վատ ձևով։ Այսինքն հələ մի հատ չկպած իրան, ինքը արդեն կեղտոտ է, այսինքն տրապկեն այստեղից չպետք է հանես, հեռու տանես, ստե պետք է լինի, որ շուտ մաքրես այդ մոնիտորը։ Չէ, այս պատվեսկով արագ քշել չի կարելի։ Լրիվ ուրիշ ձև գնաց զգացիր։ Ավտոն լրիվ ուրիշ ձև է արագանում, երբ որ sense դնում ես թուլ ռեժիմների տակ, ավտոն դառնում է լրիվ նավոտ, ճոճվելով, բանով, դանդաղ, ինչ որ դրա համար մենք քանի որ չենք սիրում տենց թուլ բաներ, միացնում ենք ստեից ոչ թե նորմալ, այլ սպորտ պլյուս։ Ու գնաց։ Էսի դառավ ամենացածր ռեժիմի տակ ավտոմատ, drive մոդն էլ դրեցինք սպորտ ռեժիմ։ Всё։ Այս է մերը։ Ախպերս 1000 եմ ասել։ Սյոմկի վաղ տանջատեք այդ ձեները։ Արա չէ, հրաշք է։ Իրականում շատ լավն է։ Նմանատիպ ավտո ուրիշ երկրորդը չկա։ Իմ համար չկա։ Կա երկու տարբերակ, հեսա այդ երկուսի մասին եք ասեմ։ Մեկի մասին ասեցի, Audi e-tron-ն է։ Ու կա մի հատ ոչ այդքան հայտնի ավտոմեքենա, իր անունը Lucid է։ Ինքը էլի հզոր հրեշ ավտոմեքենա է, բայց Հայաստանում ոչ այդքան հայտնի Lucid Air, հենց տենց է կոչվում այդ մոդելը։ Հեսա նկարը կդնեմ սիրուն կտենաք։ Այդ ավտոն մի խոսքով միակ ավտոն է, որ կարելի է համեմատել այս ավտոյի հետ, բայց սոտեկի էլի ամեն ինչով Porsche հաղթում է իր բոլոր կոնկուրենտներին, հա։ Ստե մի հատ շատ կարևորը թույն բանի մասին եմ մոռացել խոսամ։ Տենում ես այս պանելը։ Գիտես ինչ է։ Այ ինքը ցուցիչների վահանակն է։ Ցուցատալի parking, brake, չգիտեմ, անտիզանոսը, որ անջատածա թե միացրած է։ Ամեն ինչ ստե է ցույց տալի մի խոսքով։ Իր աշիպկեքն է, ասենց ասած էլի։ Այս ավտոյի դա է ցույց տալի, ոչ թե դիսպլեյի վրա։ Պատկերացրի, որ թույն հորսարը հրաշք բան է սարքած։ Չէ, իրականում շատ դուր եկավ ավտոմեքենան, բայց հաշվի առեք, որ դուք ունեք լրիվ էլեկտրական ավտոմեքենա, որը որ չի կարողանում լիցքավորվել շատ արագ ձևով, այսինքն եթե ձեզ պետք է վրաց տեղ գնալ գալ ու դուք չունեք զարյատկա, չեք կարող շուտ լիցքավորեք, գնալ դեք։ Այս սրանից չեմ խոսացել, այս սրանից էլ եկեք խոսամ։ Drive, neutral ու reverse, հա, երևի reverse է, R-ը, задний էլի։ Հետ ընթացը R-ը, բարձրացնում եք վերևընկնումը հետ ընթացի ռեժիմ, արդեն բնականաբար 360 աստիճան տեսախցիկը միանում է ու տեսնում ենք կողքերը ինչա կատարվում։ Դնում ենք, հասանք տեղ, օրինակ կանգնեցինք, դնում ենք մի հատ թեթև ներքևը նեյտրալն է, ասենք սխմում ենք լավ ներքև դենա, իսկ դրանից հետո, եթե ուզում եք կանգնեք, կոճակը սխմեցիք parking, ինքը ռուչնով բան, սաղ քաշեց ու վերջացրեցինք մեր քշելը։ Ստեղ մի հատ կոճակ ունենք, հենց լրիվ ոնց որ բան, համակարգիչ միացնելու կոճակը լինի էլի, հենց այդ նույն նշանով սխմա սպահում եք մի երկու վայրկյան, վсё, մեքենան հանգեց, անջատեցիք իրան։ Վերջ ժողովուրդ ջան, այսքանը այս ավտոմեքենայի մասին, չենք մոռանում բաժանորդագրվենք իմ YouTube-յան ալիքին, սխմեք զանգեք կոճակը, որ բաց չթողնեք ոչ մի հաղորդում, դրանով դուք ինձ ոգևորում եք, որ շարունակեմ հետագա գեղեցիկ ու հետաքրքիր վիդեոներ նկարելը ձեր համար։